Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, որն եղածել էր ՔՊ-ից, քիչ էր մնում կալանավորվեր, կրկին սկսել է ակտիվանալ։ Նա Նիկոլ Փաշինյանի թիմում իր դիրքը հնարավորինս ուժեղացնելու 2026 թվականին սպասվող ընտրություններում ընտրացուցակի անցողիկ տեղ գրավելու համար անձնահուսողության է գնում անգամ ազգային ժողովի ամբիոնից հայհոյելով։ Դրա մերն էլ, հերն էլ, լավն էլ, ընտանիքն էլ։ Թորոսյանը հիշեցնենք, որ որպես վկա անցնում է կորոնավիրուսի կառավարման տարիների չարաշահումների քրեական գործերից մեկով։ Չնայած դրան իրավապահները չեն շտապում խորանալ նրա գործողություններում, քանի որ այս պահին չկա քաղաքական նպատակահարմարություն։ Իրավապահ համակարգը շարունակում է լռություն պահպանել եւ այդ ֆոնին հանրության շրջանում կրկին առաջանում է արդարացի մեկ հարց. արդյոք ՔՊ-ական լինելու մանդատը նշանակում է անձեռնամխելիություն։ Նկատելի է նաեւ, որ քաղաքական սեզոնի ակտիվացմանը զուգահեռ Արսեն Թորոսյանը փորձում է պահանջված լինել ընդհուպ ազգային ժողովի ամբիոնից հայհոյելով։ Մինչդեռ նրա հակավարկանիշը այնքան բարձր է, որ դժվար թե մահվան նախարարի որակում ստացած անձի համար թափուր տեղ լինի ապագա մարտահրավերներում։